Հարսնաձորի լեգենդը սերիալն արդեն բառացիորեն կանգնած է ավարտի շեմին։ 3 օրից, ընդամենը 3 սերիա և այս պատմությունը, որը երկար ամիսներ շարունակ հանդիսատեսին պահեց լարվածության, ցավի, սիրո, վրեժի ու գաղտնիքների մեջ, կհասնի իր վերջնական հանգուցալուծմանը։ Այս շաբաթ ցուցադրվող վերջին սերիաներն ամենայն հավանականությամբ լինելու են ամենահուզիչ, ամենածանր և ամենաքննարկվող հատվածները։ Սերիալի ամբողջ կառուցվածքը հիմա տանում է դեպի մի մեծ բախում, որտեղ բոլոր հերոսները ստիպված են լինելու կանգնել իրենց արածների, ընտրությունների և մեղքերի դիմաց։ Եվ հենց սա է դարձնում ավարտն այսքան սպասված։ Հեռուստադիտողները հիմա արդեն ոչ միայն ուզում են իմանալ ինչ կլինի, այլ նաև ով, ինչ պատիժ կամ երջանկություն կստանա։ Ամենամեծ ինտրիգը անկասկած շարունակում է մնալ Արմոյի շուրջ։ Նրա անհետացումը չափազանց երկար տևեց, և դա ակնհայտորեն պատահական չէր։ Սերիալը կարծես ամբողջ ընթացքում նրան պահում էր ստվերում, որպեսզի վերջնական վերադարձը լինի պայթյունավտանգ։ Շատ հավանական է, որ հենց վերջին սերիաներում նա նորից հայտնվի արդեն ամբողջովին կորցրած վերահսկողությունը։ Եթե իսկապես հաստատվի, որ Լալայի երեխայի անհետացման հետևում Արմոն է կանգնած, ապա դա վերջնականապես կդարձնի նրան պատմության ամենամութ կերպարը։ Եվ այդ դեպքում դժվար է պատկերացնել, որ նա կարող է խուսափել պատժից։ Բայց այստեղ շատ կարևոր է այն, թե ինչպես է սերիալը վերաբերվում արդարության գաղափարին։ Հարսնաձորի լեգենդը երբեք հեշտ պատասխաններ չի տվել, այն միշտ ցույց է տվել, որ մարդիկ ոչ միայն վատ կամ լավ են, այլ նաև իրենց ցավերի, վախերի ու սխալների արդյունքը։ Այդ պատճառով էլ Արմոյի վերջը հավանաբար պարզապես բանտարկություն չի լինելու, ավելի հավանական է, որ նրա ճակատագիրը կլինի ողբերգական։ Շատ հեռուստադիտողներ արդեն համոզված են, որ Արմոյի և Սաքոյի միջև լինելու է վերջին մեծ բախումը։ Սաքոյի կերպարը վերջին սերիաներում շատ է փոխվել։ Նա կարծես վերջապես սկսել է հասկանալ, թե ինչքան բան է կորցրել և որքան ցավ է պատճառել մարդկանց։ Նրա փորձերն օգնել Լալային աջակցել, փոխվել ցույց են տալիս, որ նա փորձում է գնալ քավության ճանապարհով, բայց սերիալը նաև անընդհատ հիշեցնում է, որ որոշ մեղքեր շատ ծանր են։ Հենց այդ պատճառով շատ հավանական է թվում այն վարկածը, որ Սաքոյի վերջը ողբերգական կլինի։ Եթե Արմոն իսկապես սպանի Սաքոյին, ապա դա կլինի ամբողջ պատմության ամենահզոր և ամենախորհրդանշական տեսարaniներից մեկը։ Երկու մարդիկ, ովքեր իրենց սխալներով քանդեցին բազմաթիվ կյանքեր, վերջում կկործանեն նաև իրար։ Եվ այստեղ շատ խոր իմաստ կա։ Սաքոն վերջին պահին կարող է փորձել փրկել ինչ-որ մեկին՝ Սոնային, Լալային կամ նույնիսկ Հայկին։ Այս դեպքում նրա մահը կներկայացվի ոչ թե պարզապես որպես պատիժ, այլ որպես ուշացած քավություն։ Սաքոյի երեխաները սերիալի ընթացքում միշտ ներկայացել են որպես անմեղության խորհրդանիշ, և շատերը կարծում են, որ հենց հանուն նրանց է նա փորձում փոխվել։ Հնարավոր է վերջին պահին նա հասկանա, որ չի կարող վերադարձնել անցյալը, բայց կարող է գոնե ապագան փրկել։ Միևնույն ժամանակ Սոնայի և Ռամիգիծը հավանաբար կլինի սերիալի լույսը։ Սոնայի հղիությունն ամբողջությամբ փոխեց պատմության տրամադրությունը։ Եթե մինչ այդ սերիալում գերակշռում էին խավարը, դավաճանությունը, կորուստները, ապա երեխայի թեման բերում է հույս։ Շատ հավանական է, որ ավարտին հենց այս ընտանիքը դառնա նոր սկզբի խորհրդանիշը։ Բայց մինչև այդ նրանք ևս անցնելու են շատ ծանր ճանապարհ։ Աբոն կամաց-կամաց փորձում է հաշտվել Ադամյանների ընտանիքի հետ հանուն իրենց երեխաների։ Նա դեռ ցանկանում է աղջկան երջանիկ տեսնել։ Բնականաբար, նա արդեն գիտի, որ Սոնան հղի է ու պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի երջանիկ լինի։ Լալայի կերպարն այս ամբողջ ընթացքում ներկայացվում է որպես մայրական ուժի խորհրդանիշ։ Նա կոտրվել է, բայց չի հանձնվել, և շատ հնարավոր է, որ հենց նա լինի այն հերոսը, ով վերջում կկարողանա պահպանել մարդկայնությունը նույնիսկ ամենամեծ ցավից հետո։ Հայկի և Նարեի հարաբերությունները ևս ամենայն հավանականությամբ կհասնեն վերջնական հանգրվանի։ Նրանք այն զույգն էին, ովքեր ամբողջ սերիալի ընթացքում հեռանում ու վերադառնում էին իրար մոտ։ Եվ հիմա թվում է, թե սերիալը նրանց տանում է դեպի ընտանիք, խաղաղություն և նոր սկիզբ։ Եթե իսկապես երեխան տղա լինի և անվանակոչվի Աշոտ, դա կարող է դառնալ շատ խորհրդանշական ավարտ։
Նոր սերունդ, նոր կյանք, նոր հույս։ Ընդհանուր առմամբ Հարսնաձորի լեգենդը շատ հավանական է, որ ավարտվի հակադրությունների վրա՝ մի կողմում կորուստ, մահ, պատիժ, փլուզված ճակատագրեր, մյուս կողմում երեխաներ, ընտանիք, հաշտություն, նոր սկիզբ։ Եվ հենց սա կլինի սերիալի գլխավոր գաղափարը, որ նույնիսկ ամենամեծ խավարից հետո կյանքը շարունակվում է։ Վերջին սերիաներն անկասկած լինելու են շատ էմոցիոնալ, կլինեն բացահայտումներ, բախումներ, արցունքներ և հավանաբար մի քանի տեսարաններ, որոնք երկար կմնան հեռուստադիտողների հիշողության մեջ։ Եթե Հարսնաձորի լեգենդն ավարտվի, այն կմնա որպես սերիալ, որը ոչ միայն պատմեց ընտանիքների ու սիրո մասին, այլ նաև ցույց տվեց, թե ինչպես են մարդիկ կործանում և փրկում միմյանց իրենց ընտրությամբ։